ես ուզում եի պարոն նախագահ հարցնել ռուս-ուկրաինական պատերազմի մասով արդյոք դուք կանխատեսումներով ձեզ մոտ է կայուն հրադադարը, բանակցություններ են ընթանում եւ նաեւ հրադադարի պարագայում այդ ճակատում Ռուսաստանի թեթևանալու պարագայում ինչ է սպասվում Հայաստանին։ Նայեք, սկզբից Ռուսաստանի վրա ճնշումը չափազանց մեծ էր եւ արևմուտքի գնահատականներով չափազանց մակերեսային գնահատականներով Ռուսաստանը այս մի քիչ ճնշեն կփլվի։ Հիմա ես ուղղակի չի հասկանում, թե ոնց են իրենք պատկերացնում, որ հնարավոր է մեկուսացնել մի երկիր, որը աշխարհի 14% մայր ցամաքն կազմում։ Ուղղակի անհնար է։ Մեկը Ռուսաստանի սահմաններին որ նայեր, պետք է հասկանար, որ այդ երկիրը մեկուսացնել չես կարող։ Դու քեզ ես մեկուսացնելու 14% մայր ցամաքի բնական հարստություններից։ Եվ այդպես եղավ։ Հիմա հետաքրքիր է, որ Ռուսաստանի ընկալումը այս պատերազմի 3-րդ տարին արդեն եւ Ռուսաստանի ընկալումը լրիվ ուրիշ է։ Ռուսաստանը այս վիճակում դուրս է եկել ավելի բարձր, ասես տոп աշխարհակահաղական կենտրոնի երկրի կարգավիճակի մեջ է դուրս եկել։ Իսկ կարող է պարադոքսալ թվա, բայց Ռուսաստանը ցույց տվեց, որ ինքը գրեթե ասես պրոքսի պատերազմը ՆԱՏՕ-ի հետ հաջողությամբ վարում է եւ դա Ռուսաստանի ընկալումը ամբողջ աշխարհում լրիվ ուրիշ մակարդակ է բերած։ Մեկ լինում է, չէ, որ ինչ որ թվացալ վատ բանը միլուցե շատերի համար անսպասելի ձևով բերում է լրիվ այլ կարգավիճակ, այդպես եղավ։ Հիմա հաջողության կասնեն թե չէ այս վերջի այս փուլը բանակցային շատ դժվար է լինելու։ Ես հակասություններ այնքան շատ են, հիմա այդ 4 մարզը, 2 հանրապետություն, մի հատ մարզը ընդգրկված են Ռուսաստանի սահմանադրության մեջ եւ ընդգրկված են Ուկրաինայի սահմանադրության մեջ։ Ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարողանալու դրանցից հրաժարվի, Ռուսաստանը երբեք դա չի անելու։ Հիմա ամենից շատը ինչ որ տեսնում եմ, հնարավոր է որ սառեցվի այս շփման գծով։ Բայց նույնիսկ սառեցվելը առանց հստակ երաշխիքների, որ Ուկրաինա երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի լինելու, չեմ կարծում, որ Ռուսաստանը դրան գնա։ Եվ ինչ որ միտեղ իմ տպավորությունը այնպեսին է, որ հիմա բոլորը ուզում են ցույց տան, որ շատ ավելի են հակված բանակցությունների, քան իրականում հակված են։ Եվ հատկապես ուկրաինական Տրամպի որոշ հայտարարություններից հետո այստեղ ակնհայտ է, որ ասած մրցակցություն է գնում, թե ով է ավելի շատ ուզում որ հաստատվի խաղացում։ Բայց խնդիրները սրա մեջ է, հակասությունները չափազանց մեծ։ Եվ իրենց համար դժվարությունը եվրոպացիների համար երուչի են մի քիչ նյարդացած, հատկապես ֆրանսիացիք եւ բրիտանացիք, որովհետեւ սկզբում հայտարարությունները անպանգորքոր հայտարարություններ են։ Ասում էին, որ պետք է ստրատեգիական պարտության մատնվի Ռուսաստանը։ Սա են ասում։ Եվ ընդհանրապես մի անգամ ասել էի վերջին ամուլի ասելիս ժամանակ, որ Եվրոպան ունի լուրջ առաջնորդության ճգնաժամ։ Մարդիկ sense օրվա ոնց որ լայքերով բանով են ապրել։ Մի քանի տարի sense առաջ մտածող չկա։ Այս պահին ընտրությունից ընտրություն կամ ինչ որ երևի շփաթային վարկանիշային ինչ որ չափագրումներ եւ փորձել անընդհատ ինչ որ դուր գալ, դուր չգալ, սա հնարավոր չի։ Այս քաղաքականությամբ հնարավոր չի առաջարժել։ Եվ երբ համեմատում ես հիմա այդ վիճակը Եվրոպայում, օրինակ Չինաստանի հետ, Չինաստանի նախագահը, ոնց ասեմ, համեմատության եզրեր չկա, կամ Ռուսաստանի նախագահի հետ համեմատության եզրեր չկա ստրատեգիական մտածելակերպի տեսանկյունից եւ ավելի հերանեկարի վրա ուղղված հայացքն է։ Ոչի չկա համեմատության եզր։ Սա իսկապես առաջնորդության ճգնաժամ է Եվրոպայում։ Ես հիմա այդ լավատեսությունը դեռ չունեմ։
ինչ որ մի պահ կաղնելու է, որովհետև կողմերը միշտ փոխնում են պատերազմից եւ մի պահ գալիս է, որ այդ մոտիվացիան կաղնելու ավելի մեծ է լինում, քան շարունակելու մոտիվացիան, բայց մոտեցումները չափազանց տարբեր են այլես։ Ոնց պիտի բերեն, իմի բերեն, դժվար է ասել, բայց սառեցումը ինչ որ հնարավոր եմ տեսնում։ Ինչ որ մի գծի վրա սառեցումը։ Դա ավելի շատ կախված կլինի Ռուսաստանից արդեն, կամազանի թե ոչ։